Այլ չեմ դիմանում, գժվում եմ արդեն։ Ինձ եկամտաբեր գործ է պետք, որ հնարավոր լինի տանից անել։ Ինձ պետք է մի հատ մասնագիտություն սովորել, որով կկարողանամ տանից հանգիստ աշխատել, առանց տնօրեն, առանց պարտադիր ժամերի։ Համ էլ երեխեքիս կողքը կլինեմ։ Դե չէ էլի, սաղ օրը յուղերի մեջ եմ դրսերում ու ոչ մի բան չեմ հասցնում։ Մենակ չարչարանքս եմ մնում։ Կյանքս աչքիս առաջ անցնում է, իմ մոտ ամբողջ օրը նույն առօրյան է։ Դեն ասեն Դավիթը ինձ սովորեց, որ հիմա երբ քեֆը տալիս է զարթնում է, փողի խնդիր էլ չունի։ Մի հատ զանգ եմ ճշտեմ, թե չէ սենց չի լինի։ Ահա, նապաստակներս ծնվել են։ Մենակ էլի անցած անգամվապես վիրուս չլինի, էլի խեղճերը չդիմանան։ Գնամ ասեմ, որ պատվաստումները գան նորմալ անեն։ Բայց դե նենց եմ հոգնել ես ամենից, ամբողջ տարին չարչարվում ես, տառապում ես, որ մի բանի հասնես, մեկ էլ մի հատ վիրուս կամ մի հատ երաշտ ու վերջ։ Թե կենդանիները չկան, թե բերքդ։ Եթե չգիտես ինչ աշխատանքի մասին է խոսքը, բայց ուզում ես կլորիկ մի 300-ից 500,000 դրամ աշխատես, տանից լինի օրինական, բալիկներիդ մեծացնելով, ճաշը տեփելով, տունդ մաքրելով, հացդ ուտելով, կոֆեդ խմելով, ուրեմն կարող ես գրել ինձ անձնական նամակ, կասեմ ինչպես, արդեն 10,000 կին միացել է մեզ և աշխատում է տանից, դրեք անձնական նամակ, աշխատանք բառը։ Մեր կյանքի նպատակը պետք է լինի 9-ից 0, 9 բաժակ ջուր ամեն օր, 8 ժամքուն, 7 աշխարհի հրաշալիքներ, 6 անիշ թվով եկամուտ, 5 օր շաբաթական աշխատանք, 4 անիվ ունեցող փոխադրամիջոց, 3 հարկանի առանձնատուն, 2 հրաշալի երեխաներ, մենք անկրկնելի սիրած մարդ, 0 լարվածություն։